Բարի երեկո սիրելի հայրենակիցներ։ Բևեռի մեդիան սկսում է «Իմ տունը քո տունն է» խորագրով հաղորդաշար։ Հաղորդաշարի շրջանակում հյուրընկալելու ենք արցախցի մեր հայրենակիցներին, հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի թեման հիմա շատ արդիական է եւ արցախցի մեր հայրենակիցների հետ պետք է ավելի շատ զրուցենք, որպեսզի նրանք տեսնեն աջակցություն մեր բոլորի կողմից։ Խոսելու ենք մեր տան, ձեր տան, մեր բոլորի տան մասին։ Առաջին թողարկման հյուրը հենց արցախցի մեր հայրենակից Արմինե Հայրապետյանն է։ Ողջույն սիրելի Արմինե։ Բարի երեկո։ Արմինե ջան, պետք է խնդրեմ չհուզվես, գիտեմ, որ հուզվելու ես։ Խոսելու ենք մեր մեծ տնից եւ մեր փոքր տներից, փոքր տները շատ են, Արցախի մարզը մեր փոքր տներից մեկն է եւ մեր մեծ տունը, մեր Հայաստանը շատ փոքր տներ ունի, ես մարզերն եմ տեսնում մեր փոքր տները։ Քանի որ Արցախի հայաթափումից հետո դու խոսել ես Բևեռի մեդիայով, բայց ոչ Արցախի հայաթափումից հետո գիտեմ ցավալի է, բայց մի փոքր գնանք դեպի այդ օրեր։ Ինչ զգացում կար Արցախը լքելու ընթացքում։ Նախ շնորհակալ եմ առաջին հյուրը այս հաղորդաշարի պատվի համար։ Զգացողությունները իմ մոտ մի քիչ տարօրինակ են, կարող է իմ հայրենակիցների արցախցիների նկատի ունեմ, նրանց համար էլ տարօրինակ հնչի, բայց ես մինչև հիմա խորությամբ չեմ ընկալում կատարվածը, ինձ անընդհատ թվում է, որ ես այստեղ ժամանակավոր եմ եւ հետ եմ գնալու։ Ես շատ ողբերգական չեմ տարել դուրս գալը։ Ինձ թվում էր, որ ես հետ գալու եմ եւ պատկերացրեք նույնիսկ կարող էի ինչ որ իրեր ավելի վերցնեի, բայց չէի վերցնում։ Երեխեք ինչ ասում էին վերցնենք, ասում էի չէ, թողեք։ Որովհետեւ իմ մոտ այն զգացողությունն էր, որ պետք չի ծանրաբեռնել մեզ, որովհետեւ այս ամեն ինչը ժամանակավոր բնույթ ունի եւ մենք հետ ենք գնալու։ Այնպես որ այդ ընկալումը իմ մոտ չկա, որ ես լքել եմ Արցախը կամ այն անդարձ կորած է իմ համար եւ նույնիսկ ես ինձ տեսնում եմ այնտեղ երբեմն ես բաց աչքերով շրջում եմ այն վայրերում, որտեղ մենք ինչպես գիտեք շարժանների ուսումնասիրությամբ էինք զբաղվում, ես այն կիսատ թողած արահետներով բաց աչքերով քայլում եմ եւ շատ ողբերգական չեմ տանում, որովհետեւ ես չեմ հաշտվել այդ կորստի հետ, ես գտնում եմ, որ վերադառնալու եմ։ Այս մտքերի մասին խոսում ես արցախցի քո ընկերների կամ հարևանների, կարծում եմ կապ կա դեռ մինչ հիմա։ Հա, բոլորի հետ կապ ունենք, ոմանք ծիծաղում են, ասում են Արմինե, թուրքը դեռ ոչ մի վերցրած հետ չի տվել, այդպես մենք կորցրել ենք Արևմտյան Հայաստանը։ Ես իրենց էլ եմ հասկանում, իրանք էլ փորձում են ավելի երևի ռեալ լինել, բայց զգացական մակարդակում կարող է դա իմ ուղեղի պաշտպանիչ համակարգն է, որ ինձ փորձում է պաշտպանել, որ չխելագարվեմ, չգժվեմ, չգիտեմ։ Բայց զգացական մակարդակի վրա ես հրաժեշտ չեմ տված Արցախին եւ ինձ Երևանով քայլելուց ինձ միշտ թվում է, որ ես այս օրերի մասին շուտով պատմելու եմ Արցախում։ Դա Աստված իմ այդ զգացականը ինձ չխաբի եւ վաղը չհուսահատեցնի։ Իսկ երեխաներդ ինչ կերպ են վերաբերում քո այդ ապրումներին, սպասումներին, որ վերադառնալու եք, իրենք էլ համամիտ են սպասումով կա իրենց մեջ սպասում, որ հետ կգնանք վերադառնան Արցախ, թե արդեն Երևանում կարողացել են համակերպել այն մտքի հետ, որ հնարավոր է, որ վերադարձ չլինի։ Իմ նման են։ Իմ ընկերները շատ հաճախ դրա համար ինձ քննադատում են, որ ես երեխաներին հանգիստ չեմ թողնում, բայց ես ոչ մի բան չեմ անում, իրանք էլ են սպասում այդ օրվան, նույնիսկ երբ տղաս ընդունվել է քոլեջ, ինձ ասել էր, բայց իմացած եղիր, որ պահի վերադառնալու լինենք Ղարաբաղ, այս քոլեջի մասին չես խոսելու,
մենք վերադառնալու ենք, ես էլ եմ գալու։ Ինչքան ասում են, ոչինչ, դուք այստեղ կսովորեք, ուսումը կշարունակեք, հետո կգաք, ասում են չէ, սա այն ինչ մենք անում ենք, դու մտածիր ժամանակավոր ծրագրերի մեջ։ Արմինե, հիմա շատ արցախցիների թեման շատ արդիական է, ինչու ավելի սկսվեց արցախցիների թեմայի մասին խոսվել, իհարկե տարբեր կարծիքներ կան եւ մարդիկ ըստ իրենց բնույթի կարող են ցանկացած կերպ նկարագրել այս իրավիճակը, բայց ապրիլի 1-ից գիտենք, որ արդեն արցախցիներին տրվող այդ օգնությունը, սոցիալական օգնությունը, որը տրվում էր պետության կողմից, արդեն չի տրվելու։ Եվ մարդիկ կարծիք են հայտնում, որ արցախցիները հիմա Երևանում կռիվ են տալիս, պայքարում են իրենց սոցիալական խնդիրների համար եւ ոչ թե հայրենիք վերադարձի, այսինքն կա հայրենիք վերադառնալու Արցախ վերադառնալու թեման։ Այո, պահանջների մեջ կա, բայց մարդիկ կարի ուտես, որ ասում են դա, հա, կետը նշվել է, բայց հիմնական թեման դա սոցիալականն է։ Դու ինչ ես կարծում, այդպես է։ Նախ որոշների մոտ ուղղորդված է այդ ամենը շրջանառության մեջ դրվում։ Երկրորդը սոցիալականը դա հանցագործություն չի, որ փորձում են սոցիալականի համար պայքարը ներկայացնել որպես հանցագործություն, որ մենք կամ անբարոյականություն կներեք արտահայտության համար, բայց նախ արցախցիները պայքարում են այդ հնարավորությունը ստանալու հայրենիքում ապրելու։ Այդ աջակցությունը մեծ հնարավորություն է, որ մենք մենանք Հայաստանում, որ կարողանանք տանիք ունենալ, բնականաբար վարձակալությամբ ենք ապրում։ Եթե մնում ես դրսում, բնականաբար բոլորը հիմա շատ ծանոթներ ունեն, որ մտածում են դուրս գալու մասին, որովհետև ասում են, այստեղ ավելի էժան է տները, այնտեղ ավելի էժան է, ես հիմա երկրների անուններ չեմ տա, որ հիմա էլ քննադատության թիրախ չդարձնեմ էլի, բայց եթե մարդը այստեղ չի կարողանալու իր երեխայի համար տանիք ու մի հատ անկյուն ունենալ եւ իր գոյությունը պահել, բնական է մտածելու են դուրս գալու մասին, բայց մարդիկ պայքարում են մնալ Հայաստանում, շատերի հետ որ խոսում եմ, թող սենտիմենտալ չթվա, որ ասում են, բա իմացել էի թե դու գնացել ես, ասում եմ, չէ, այստեղ եմ, որ մոտիկ լինեմ Ղարաբաղից։ Այսինքն մարդիկ մտածում են մնալ Հայաստանում, այստեղ ժամանակավոր տեղավորվել, ապրելու միջոցներ ունենալ, որ վաղը կարողանանք վերադառնալ Արցախ։ Հիմա դա կարող է Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար անվտանգային հարց է, որ մենք մնում ենք այստեղ եւ խոսում ենք Արցախ վերադառնալու մասին, մեզ ասում են դուք վտանգում եք նաեւ Հայաստանը, շատերը սոցիալական հարթակներում մեզ ասում են դուք եկել եք որ Հայաստանը վերացնեք, ձեր ցանկությունը դա է, բայց մեր ցանկությունը դա չէ։ Մենք ուզում ենք այստեղ ապրել, բոլորս միասին հզորացնել Հայաստան աշխարհը, որը բոլորինս է, նաեւ իմ հայրենիքն է, որ հնարավորություն ստեղծվի վաղը հզորանալով հասնել Արցախ, հասնել իմ փոքր տունը, որը վաղը կլինի նաև բոլորի տունը եւ սիրով կսպասեմ բոլորին այնտեղ։ Դու կարծում ես, եթե հանկարծ ու սոցիալական աջակցությունը չլինի, շատերը կարտագաղթեն։ Գիտեք, այստեղ աշխատանքի խնդիր կա նաև, աշխատաշուկան է շատ նեղ Հայաստանում։ Եթե մարդիկ կարողանային աշխատել եւ ունենալ բավարար չափով աշխատավարձ եւ տալ տան վարձերը եւ իրենց ամենօրյա հոգսերը հոգալ, կմնան։ Բայց այդ հնարավորություն չկա, ասենք ես այսօր իմ վրա եմ օրինակ բերում, ես աշխատում եմ երկու տեղ, այնպես չէ, ինչպես սոցիալական հարթակում ներկայացվում է, ես տանը բազմոցին նստած կառավարությունից փող եմ պահանջում, որ ապրեմ։ Ոչ, երկու տեղ աշխատում եմ, բայց ես ստանում եմ 160,000, 165,000 աշխատավարձ, իմ տան վարձը 200,000 է։ Ես ուզում եմ ինձ բացատրեն ինչ պիտի անեմ։ Ունեմ նաև 2 սովորող երեխա։ Հիմա ինչ եմ անում ես։ Չեմ պահանջում, ուզում եմ աշխատեմ, որտեղ աշխատեմ։ Ասում են գնացեք գյուղեր, սահմանամերձ գյուղեր, բայց մենք գիտենք, որ Հայաստանի գյուղերում անգամ մարդիկ խոպաններ են գնում, որովհետև գյուղերում աշխատանք չկա։
Հայաստանի քանի տոկոսն է այսօր խոպան գնում նույն այդ Ռուսաստան, որի համար մեզ է մեղադրում։ Քանի տոկոս։ Աշխատանք չկա, սիրով կաշխատենք։ Այնպես չի, որ մենք պարազիտ ենք։ Կաշխատենք, բայց ոչ աշխատանք կա, ոչ հնարավորությունը կա։ Ես ցավով եմ տանում յուրաքանչյուր արցախցու արտագաղթը երկրից։ Ընդ որում հաշվի առնելով մի բան, որ այնպես էլ չի, որ Հայաստանում դեմոգրաֆիկ պատկերը այնքան լավ է, մենք ծերացող հասարակություն ունենք եւ պետք է դրա դեմ էլ առնենք, հա։ Դա էլ է անվտանգային հարց, բայց չգիտես ինչու այդ կողմից կառավարությունը չի նայում։ Մեզ համարում է անվտանգային սպառնալիք, բայց դեմոգրաֆիան սպառնալիք չէ Հայաստանի համար։ Արմինե, սոցիալական ցանցերը իհարկե մեծ դերակատարում ունեն հասարակական կյանքի եւ մարդկային փոխհարաբերությունների մեջ, բայց հետաքրքիր է մի կողմ դնենք Facebook-ը, մի կողմ դնենք սոցիալական ցանցերը, առօրյայում դուք ձեր աշխատանքի վայրում կամ արցախցիները իրենց շփվում եք, էլի, այս հարցին կարող եք պատասխանել, իրենց օտար զգում են այստեղ Երևանում։ Պատկերացեք հաճախ ենք խոսում, ես օրինակ իմ ընկերների հետ էլ ծանոթների հետ ասում եմ, ես իմ շրջապատում չեմ հանդիպել արցախատյաց որևէ մեկին, հակառակը, բոլորը սիրով են, բոլորը ջերմությամբ են, այս Facebook-ում որտեղից են իհայտ գալիս այս մարդիկ, որ առօրյայում չենք հանդիպում իրանց, եւ պատկերացեք նույնը իրանք են ասում, որ իրենց միջավայրում նման ատելության իրանք չեն հանդիպում, հակառակը շատ լավ ջերմ հարաբերություններ են, ապրումակցում կա, չգիտեմ, միգուցե իսկապես այդ fake կոչվածը ավելի գերակշռող է Facebook-ում։ Ես ուրախ կլինեմ, որ այդպես լինի, պարզապես հոգեբանորեն ազդեցություն ունենում է արցախցիներիս վրա։ Տեսեք, որքան էլ որ ես ինքս կարող եմ իմ շփումներից ասել, որքան որ մարդկանց հետ ես եմ շփվել, ոչ արցախցիներ, բոլորի կան մարդիկ իհարկե, որ կարող են ասել, ինչպես դու նշեցիր, իբրև որ չեն ուզում աշխատել, բայց մեծամասնությունը կա այդ մեծամասնության մոտ կա այդ ապրումակցումը։ Գիտակցում են, որ տեղահանված, բռնի տեղահանված մարդը, բռնի տեղահանված հայը պետք է այստեղ իրեն զգա որպես իր մեծ տան, հա, անդամներից մեկն է։ Բայց նաև հետաքրքիր է այսպիսի մի միտք էլ կա, որ արցախցիների շրջանում նկատել եմ, արցախցիները նաև մտածում են, միգուցե ես սխալվում եմ, որ քանի որ մենք այստեղ ժողովուրդը ուզում է, որպեսզի անպայման Հայաստանում իշխանափոխություն լինի, մտածում եմ, որ հնարավոր է, որ Երևանում կամ այլ մարզերում բնակվող մարդիկ մտածեն, որ արցախցիների այդ ներուժը կարելի է օգտագործել, որպեսզի հասնել իշխանափոխության։ Այսինքն վատ բառ եմ ասում, ցանկալի բառ չէ, բայց այսպես կոչված արցախցիները օգտագործվում են։ Դու էլ ես այդպես մտածում եւ ընդհանրապես կա դա թե ես սխալ եմ նկատել։ Ընդհանրապես նման խոսույթ կա, նույնիսկ այն ժամանակ մեզ ասում էին, չէ, 5000 դրամանոց ցույցի մատերիալ, որ եկել են իշխանափոխություն անել։ Չեմ բացառում, որ կլինեն ուժեր, որ կփորձեն օգտվեն դրանից։ Դա էլ բացառելի չէ։ Բայց գոնե այս վերջին զարգացումները, որ եղան, այդ ամսի 29-ի ցույցը եւ այդ խորհուրդը, բոլորի մոտ միայն այն է, որ մեր խնդիրը միայն մեր խնդիրն է։ Մեր սոցիալական խնդիրները, մեր իրավական խնդիրները եւ իհարկե նաեւ քաղաքական խնդիրները, որովհետեւ Արցախ վերադարձը դա սոցիալական խնդիր չէ։ Բայց չեմ բացառում, որ կլինեն ուժեր, որ կփորձեն։ Հիմա նրանցից ոմանց հետ որ խոսում ենք, նրանք ասում են, որ ամեն ինչ անելու ենք, որ պահպանվի այս մաքրությունը, որ սա լինի զուտ ժողովրդական որևէ քաղաքական ուժի ազդեցություն չկրող։ Հիմա ինչքանով կհաջողվի, չգիտեմ, բայց
հիմա ցանկացած շարժում Հայաստանում միշտ էլ կապ չունի։ Օրինակ, Քաջարյանի բղնձամոլիբդենայինի աշխատակիցների այդ ըմբոստությունը նույնպես չէ շահարկում է, որ այս ինչ ուժն է հետևում կանգնած, այն ինչ ուժն է հետևում կանգնած։ Չգիտեմ ինչու հիմա սիրում են ամեն ինչի հետևում ականջներ փնտրել։ Ականջներ կփնտրեն, կլինեն նաև երևի փորձեր, բայց դրանից ոնց ասեմ, շարժման էությունը չպիտի փոխվի։ Շարժման էությունը պիտի մնա մաքուր, պիտի հնարավորություն ընձեռնվի արցախցիներին ապրել Հայաստանում, եթե դու ուզում ես բնակարաններով ապահովել, միջև արցախցին բնակարան կունենա, այդ բանալիները կտրվի իրեն, օգնեք, որ նա կարողանա տուն վարձակալել։ Եվ վերջին հաշվով այդ աջակցությունը մեզ չի, մեր միջոցով Հայաստանի բնակիչներին է։ Ես իմ ստացած մեր ընտանիքը 200,000 աջակցություն է ստանում, 450-ը, եւ այդ 200,000-ը մեր տան վարձն է։ Ես տալիս եմ մեր հայրենակցին, ում տանը որ մնում եմ, ում տունը որ վարձակալել եմ։ Ուզում եմ ասեմ, դա միայն մեզ չի աջակցություն, դա սոցիալական աջակցություն է նաեւ հայաստանաբնակ հային։ Արցախի հայաթափումից հետո փոխվել է տրամադրությունները արցախցիների մոտ այն գիտակցումով, որ մենք մեկ ազգ ենք եւ ճիշտ է, որ մենք մեկ պետություն լինենք, թե էլի մարդիկ մտածում են, որ իրենք արցախցիներ են, էլի, որ իրենք այլ պետության քաղաքացի են, ինչ տրամադրություններ եւ ինչ որ բան փոխվել է մարդկանց մոտ։ Իրականության մեջ մենք միշտ էլ մտածում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք։ Կարող է ինձ հետ չհամաձայնենք, բայց ուղղճացված է այն միտքը, որ արցախցիները ուզում էին անկախ լինել, անկախություն էին ուզում, անկախ պետություն էին խաղում։ Նախ պետք է արդարացի լինենք եւ հիշենք ինչպես Արցախը անկախություն ստացավ, ումից անկախացավ։ Ոչ Հայաստանից։ Հայաստանը ինքը բեկանեց միացման որոշումը, երբ գնաց Հայաստանի անկախության հանրաքվեն առանց արցախցիների եւ Արցախյան շարժման եւ նաեւ ռազմական գործողությունները, որ սկսվել էին, այդ շրջանում Արցախի առաջ ընտրություններ, մնալ Ադրբեջանի կազմում, 90-ականների մասն է խոսքը, այո։ Մնալ Ադրբեջանի կազմում, թե ինքնորոշվել։ Որոշեցինք ինքնորոշվել։ Մենք Հայաստանից չենք անկախացել։ Հայաստանն է մեզ թողել։ Իր հանրաքվեով։ Հայաստանը թողելը դու կարծում եմ նկատի ունես, որ ղեկավարությունը, որովհետև հայ ժողովուրդը առ այսօր անպայման սահմանադրության մեջ հղում պաշտոնական Երևանը։ Հիմա նույն իրավիճակն է։ Հիմա արցախցիների մնում է պայքարել ինքնորոշման համար։ Հիմա մենք չենք կարող պայքարել միացման համար, որովհետև նորից պաշտոնական Երևանը ասում է դու Ադրբեջան ես։ Հիմա այսօր ընթերցեցի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սահմանադրությունը չպիտի հղում ունենա կախության հռչակագրին, որտեղ Արցախի վերամիավորման մասին կետ կա։ Հիմա ինչ է մնում Արցախին։ Բայց սահմանադրության մեջ ամենակարևոր եւ գլխավոր կետը նաեւ այն է, որ ժողովրդին է պատկանում, չէ՞, իշխանությունը։ Արդյոք։ Այսինքն այս իշխանությունը եւ այս իշխանության վարած քաղաքականությունը ժողովրդինն է։ Ճիշտ եմ հասկանում։ Վարած քաղաքականության վրա մենք չենք կարող, որովհետեւ դա իրենց վարած քաղաքականություն է, բայց եթե անգամ փողոցներում հիմա տասնյակ հազարներով բողոքի ալիք չենք տեսնում եւ նույնն է մարդիկ իրենց տներում, իրենց խոհանոցներում խոսում են դրա մասին։ Ինչ օգուտ է տալիս։ Ինչն է կանխվում։ Ոչ մի բան։ Մարտի 29-ի, երբ արցախցիներ ազատության հրապարակում այդ հանրահավաքը ունեցան, շատ մեծաթիվ էր։ Ես վստահ եմ, որ այնտեղ միայն արցախցիներ չէին, որովհետև հենց իմ կողքը կանգնած մարդիկ կային, ովքեր մեկ աշտարակից էր, մեկ ինչ որ տարբեր տեղերից կային մարդիկ։ Դա
Ես տեսել եմ Բևեռի ներկայացուցիչներին, ես այնտեղ ունեի հայաստանաբնակ ընկերներ, ովքեր եկել էին, ես տեսնում էի անծանոթ հայաստանաբնակ հայեր, որ եկել էին։ Այսինքն դա բողոք չէր, դա մտահոգություն չէր։ Արդյունքը այն է, որ իշխանությունը շարունակում է վարել այն նույն քաղաքականությունը, ինչ որ է։ Այսինքն իշխանությունը չի հրաժարվում սահմանադրություն փոխելուց։ Իշխանությունը չի հրաժարվում ոչ արժանապատիվ խաղաղությունից։ Ինչ որ պայմանագիր, ինչ որ, չգիտեմ այդ ինչի մասին են խոսում, ինչ պայմանագիր։ Երբ պայմանագիր կնքող մյուս կողմը ամեն օր նոր պահանջներ է դնում, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Բայց ստացվում է, որ բոլորս համաձայն ենք դրան, հանդուրժում ենք դա, որովհետև այդ գործընթացը շարունակվում է։ Չես կարծում, որ այդ բացասական այդ էներգիան կուտակվում է եւ մի օր անպայման պոռթկում է լինելու եւ հիմա արցախցիները հայտարարեցին, որ պետք է դեռ իրենք որոշում կայացնեն հաջորդիվ ինչ պետք է արվի, որովհետեւ կառավարությունը 2 ամսով սոցիալական աջակցության այդ ծրագիրը երկարացնում է, այսինքն մինչեւ հունիսի 1-ը արցախցիները օգտվելու են սոցիալական այդ աջակցությունից, բայց նաև իհարկե հայտարարվեց, որ այդ վրան շտաբը չի հանվելու Ազատության հրապարակից եւ մարդիկ ասեն, որ շատ ուշադրություն են դարձնում դրան, որովհետեւ ընդհանուր եւ մտահոգություն կա ոչ միայն արցախցիների հարցով, մտահոգություն կա, որ մենք մեր մեծ տունն ենք կորցնում, մենք մեր փոքր տուն Արցախին ժամանակավոր թողել ենք, հա, ես չեմ ասում, որ կորցրել ենք, որովհետեւ ինչպես դու ասացիր, ուղակի թողել ես այս պահին դուրս ես եկել, բայց չես կորցրել, որովհետեւ կորցնելը շատ ավելի ծանր, հա, զգացում է ուղղակի ժամանակավոր դուրս ես եկել քո տնից։ Հիմա դա առիթ չի դառնա, որ ողջ ժողովրդի մոտ այդ ցասում լինի, որովհետև իրոք կան այդ տրամադրությունները հասարակության մեջ։ Բայց նաև մյուս կողմից հակառակ կողմը շատ լավ բռնել է այն ջիղը, որ ժողովրդին վախացնելու երեք էլ կարծեմ ազգային ժողովի նախագահը ասում էր դուք ուզում եք ցեղասպանություն, դուք ողբիր, չգիտեմ ում էր ասում, երկար չեմ կարող լսել իրանց, բայց անընդհատ զիջելը, անընդհատ նվաստանալը փրկություն է ցեղասպանությունից։ Հիմա ժողովրդի մի մասի հետ որ խոսում ենք, ասում են դե ինչ ուզում եք մնացածն էլ կոտորվեն, մի քանի երեխա են մնացել։ Անպայման չի, որ կոտորվենք։ Ես միշտ Հրանտ Մաթևոսյանի մի բանաձևում ունի, որ շատ սիրում եմ, որ ասում է մի վախեցիր, եթե քո գլխին խփում են գլուխը դեմ տուր, քո գլխին էլ ցավ կտա, իրա ձեռն էլ կցավա, երկրորդ անգամ չի խփի։ Հիմա պետք է նաև մեր հակառակորդը, մեր թշնամին, մեր բազմադարյա թշնամին, նկատի ունեմ Թուրքիային, հասկանան, որ հո անդադ չեմ կարող մեզ կոտորել, մի օր պետք է բռնվի այդ ձեռքը։ Ժողովուրդ հիմա, չգիտեմ, մի տեսակ իրան համոզում են, որ մենք շատ թույլ ենք, թույլը պետք է միշտ կատարի ուժեղի հրահանգները, պահանջները, չգիտեմ, շատ նվաստացած ենք եւ ես չեմ տեսնում, որ մենք ուզենանք այդ նվաստ վիճակից դուրս գանք։ Նկատառումդ, որ ժողովրդին ուզում են վստահեցնել, որ մենք թույլ ենք, համամիտ եմ, բայց տես դու ինքդ ասացիր, որ ուզում են համոզեն։ Քո տեսակը չհամոզող տեսակ է ու քո տեսակից մենք հազարավորներ ունենք։ Չեմ փոխի։ Արդյոք դա բավարար է։ Նայեք, քանի անգամ վարչապետը ազգային ժողովից ինչ որ ոչ Հայաստանի Հանրապետության համար օգտակար հայտարարություններ էր անում։ Նույնիսկ Արցախյան շարժումը փակելու հայտարարությունը արեց եւ ասեց, եթե ժողովուրդը դեմ լինի, ես վարչապետ չեմ մնա, թե ես վարչապետ էլ չեմ լինի։
Այսինքն ինքը անդադ երևի ստուգում է ժողովրդի տրամադրվածությունները եւ տեսնում է, որ ոչ մի ցասում, բողոք չի առաջացնում, անցնում է հաջորդին։ Գոնե իմ մոտ է տպավորությունն է, որ ամեն իր նախադասությունը, որ եթե ժողովուրդը չուզի, ես վարչապետ չեմ լինի, եթե չուզի, ես պատի տակ կընկանգնեմ եւ այլն, ինդիկատորի դեր ունի։ Տեսնում է, որ դե հա, մի քիչ ջղայնանում են իրենց խոհանոցում, անցնում գնում է։ Այդ չպիտի լինի։ Մենք իրար չենք հանդուրժում առօրյա կյանքում, կենցաղում, մենք տեսնում եմ նույնիսկ շտապ օգնության մեքենային չենք հանդուրժում, որ անցնի, բայց մեր երկրի հանդեպ արված վատ քայլերը հանդուրժում ենք։ Չգիտեմ, դա աստված ես սխալ լինեմ, բայց դա էլ եմ նկատում։ Դա էլ է իմ համար նկատելի։ Նույնը նաև նես չի, որ Արցախում չէր։ Չենք համարում մեր տունը, հա։ Թե երբեմն մտածում ենք, որ դա կա, հա, մարդկանց մի տեսակա, որ ասում են դեռ չեն հասել, ցավով եմ սա նշում։ Մեր տանը չեն։ Այո, մեր տանը չեն հասել։ Հայկ Ասատրյանը շատ լավ ախտորոշել է մեր ժողովրդին։ Ես միշտ ասում եմ, պետք է մենք ախտորոշվենք մեր խնդիրները ինչից է գալիս, բայց մենք ունենք ախտորոշումներ եւ շատ էին մեր մեծերը դրան անդրադարձել, Հայկ Ասատրյանն էր, Հովհաննես Թումանյանն էր, Վահան Տերյանն էր, Հոգևոր Հայաստանը, որ ընթերցում ես, քեզ թվում է այս օրերի մասին է խոսում։ Հիմա Հայկ Ասատրյանն ասում էր, մենք չենք հավատում պատերազմին, մեզ թվում է, որ այն ինչ կատարվեց, անակնկալ կատարվեց։ Մենք պատրաստ չենք լինում դրան։ Հիմա մեր վիճակն է տենց։ Մենք չենք հավատում երևի մեր ուժերին, մենք չենք հավատում, որ կարող ենք կանխել պատերազմը։ Ամեն ինչի հանդեպ sense անպատրաստ նստած ենք։ Ձյունա գալիս շատ անպատրաստ ենք, սելավը անպատրաստ ենք, պատերազմը անպատրաստ ենք։ Չգիտեմ, քնած վիճակ է այս ժողովրդի մոտ։ Վտանգի զգացողություն չկա։ Նույն Հայկը ոնց էր ասում։ Վտանգից առաջ քնում ենք, վտանգից հետո մրապում ենք, այդ վիճակից դուրս չեն գալիս։ Ախտորոշումներ ունենք, բայց չենք փորձում մեր սխալները ուղղել։ Ոչ մեր սխալներից ենք դասառնում, ոչ ուրիշ երկրների սխալներից ենք դասառնում։ Պարտությունը դա բան չի, էլի, դատապարտված չենք դրան։ Աշխարհում ինչպիսի մեծ երկրներ են մեզանից վատ ջախջախիչ պարտություն կրել, բայց կարողացել են ի վերջո արժանապատիվ դուրս գալ դրա տակից եւ դառնալ հզոր երկրներ եւ լուծել իրենց խնդիրները։ Բայց մենք այդ պարտությունը հագել ենք ու չենք ուզում այդ հագուստը հանենք մեզանից։ Այդպես է, բայց կարծում եմ, որ պրոպագանդան իր գործը անում է եւ բացի դրանից, եթե անգամ ժողովրդին ինչ որտեղ անհասկանալի վարմունքի մեջ, հա, անհասկանալի երևույթներ կան, մի փաստ նաև պետք է երևի հաշվի առնենք, որ ուժային կառույցների ճնշումը այնքան մեծ է, որ մանավանդ 44 օրյայից հետո, մանավանդ Արցախի հայաթափումից հետո, մանավանդ այն փաստերից հետո, որ մինչ այժմ 200 քառակուսի կիլոմետր տարածք թուրքերը վերցրել են եւ որևէ կողմից պաշտոնական ոչ դատապարտում կա, անգամ երկրի բարձրագույն ղեկավարը ասում է, որ մենք ռազմական ճանապարհով դա չենք էլ պատրաստվում վերցնել, այսինքն ամեն կերպ մենք գնում ենք դեպի խաղաղություն, շաբաթներ, օրեր շարունակ մեր սահմաններին կրակոցներ են, բայց ասում են չենք տեսել, հա, բարձր ամբիոնից ասում են չենք տեսել, չենք լսել, անկանոն են, մեզ չեն վնասում, օթում են իրենք այս ամեն արվում։ Սա այս պատկերը չի բերում նրան, որ եւ վախ կա, եւ անորոշություն կա, եւ ես ինչու նշեցի քո տեսակը, որ հենց քո տեսակը եւ քո տեսակների բազմազանությունը կկարողանա սև ու սպիտակի մեջ գույներ մտցնել ու փոխել, որ մարդիկ մի պահ կմտածեն, բայց կա Արմինեի նման մտածող մարդ, ուրեմն կորած չի ամեն բան։
Գիտեք ինչու ամեն բան նաև կորած չի, որովհետև ես շատ եմ փորձում միշտ նայել հետագծին մեր ժողովրդի, ոնց ենք սենց հասել։ Մենք միշտ ճակատագրական վերջին պահը ունենք։ Երբ գալիս է այդ ճակատագրական վերջին պահը, եւ միավորվում են, եւ տալիս են հակահարվածը, եւ հասնում են հաղթանակի, ուժ են ստանում, հա, գերբնական ուժ։ Սարդարապատի ճակատամարտում իշխտեղ չեմ գնում կամ Արցախյան առաջին պատերազմը։ Ուղղակի ես չեմ ուզում գանք այդ ճակատագրական վերջին պահին։ Ուզում եմ կանխենք այդ վերջին պահը, մինչև այդ պահը հասնելը կանխվի այս ամեն ինչը, որ շատ ցավոտ չլինի։ Բայց այնպես չի, որ ամեն ինչ կորած է, ոչինչ էլ կորած չէ։ Հիմա մենք հաղորդման ավարտին ենք մոտենում, հենց այդ խոսքերով քո լուծումը ասացիր, որ ամեն բան կորած չէ։ Դու լուծման ինչ ճանապարհ, ուղի, միջոց ես տեսնում։ Նախ ցանկանում եմ, որ մենք միավորվենք, այդ մեր ու ձերը հանվի, մեր տուն ձեր տունը չլինի, լինի մեր բոլորիս տունը։ Մենք չենք ուզում, որ Հայաստան աշխարհի հետ որևէ վատ բան լինի, դրա համար չենք մենք Արցախը թողել։ Մենք եկել ենք Հայաստան, բոլորս միասին ստեղծելու հնարավորությունը վերադարձի դեպի Արցախ։ Մենք լավ չենք ճանաչել Արցախը, մենք նկատի ունեմ նաև Հայաստանաբնակ մեր համերկրացիները, որտեղ շատերին, որ հարցնում եմ եղել ես Արցախում, ասում են չէ։ Մենք պետք է ապագայում նաև այդ սխալը ուղղենք, բոլորը պետք է գան, ճանաչեն Արցախը, հասկանան, որ դա բոլորիս հայրենիքն է, ինչ ասել է մեր, ձեր, դուք արցախցիներդ, դա մեր հայրենիքի մի մասն է, ոնց որ մարդու մարմինը անդամահատես, ինքը լիարժեք չի լինի, ասինքն ոնց կարաս դու երկու ոտով եւ մի ոտով նույն մարդը լինես։ Մենք հասկանանք դա եւ սկսենք ապակինել, վերակենդանացնել մեր օրգանիզմը, մեր մարմինը, ամոքել մեր վերքերը, դրա համար պետք է ապրումակցենք մեկս մյուսին։ Ես հասկանում եմ, Հայաստանում էլ վիճակը սոցիալական շատ անտանելի է, շատ վատ ապրողներ կան, ես իրանց էլ եմ հասկանում, ես չեմ ուզում ձեր հացը կտրեմ, պարզապես ուզում եմ մենք միասին ուժեղանանք, մենք միասին կարողանանք կերտել լավ, հզոր Հայաստան, լավ երկիր, որտեղ բոլորիս երեխաները կլինեն անվտանգ, պատերազմ տեսած մարդը երբեք պատերազմ չի ցանկանա, ես չեմ ուզենա իմ ապրումները ապրեն Հայաստանի որևէ մարզում, դա կլինի Տաուշում, դա կլինի Սյունիքում, ես չէի ուզենա սյունեցին ապրել այն, ինչ ես եմ ապրել, տեսնել այն, ինչ ես եմ տեսել։ Դրա համար պետք է մենք կուռ լինենք եւ դիմագրավենք ու չհասնենք ճակատագրական վերջին պահին։ Կանխենք այդ վերջին պահը, որ կարողանանք հզորանալ եւ ես էլ բոլորիդ կսպասեմ Արցախում։ Արցախ գնալը ինձ շատ ասում են, լավ է որ հույս ունես, ես հույս չունեմ, ես նպատակ ունեմ։ Հույսը դա լավ բան չի։ Շատերը մտածում են, որ հույսը լավ բան է, ես դա չեմ, այդպես չեմ մտածում։ Հույսը նենց հիվանդ, կարող է երկարաձգել, հա, մի օր կլինի նպատակը։ Դնենք նպատակ եւ սկսենք գտնել միջոցներ, ուղիներ, ճանապարհներ այդ նպատակին հասնելու համար։ Թեկուզ եւ սովորենք մեր թշնամուց։ 30 տարի ատամները սեղմած գնաց այն նպատակին, որ ինքը պետք է Արցախը հետ վերցնի։ Վերցրեց։ Հիմա մենք ատամները սեղմում ենք, պատրաստվում ենք, գնում ենք մեր նպատակին եւ վերադարձնում ենք մեր հայրենիքի անդամահատված մասերը։ Միգուցե նաեւ առանց պատերազմի, այդ ոնց մենք մի գրչի շարժումով շատ տարածքներ առանց պատերազմի հանձնեցինք։ Կարող ենք հասնել դիվանագիտական ճանապարհով, պարտադիր չէ, որ զոհ ունենանք դրա համար։ Ուղղակի խելք ունենանք, կամք ունենանք եւ միասնականություն ունենանք։ Այն 10 միլիոն հային է վերաբերվում։ Շնորհակալ եմ, սիրելի Արմինե։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, եթերում Իմ տունը քո տունն է հաղորդաշարի առաջին թողարկումն էր եւ հաղորդաշարի շրջանակում հյուրընկալել էի արցախցի մեր հայրենակից Արմինե Հայրապետյանի հետ։ Եվ վերջում մի բան
պետք է մենք բոլորս հասկանանք, եթե մենք մեր մեծ տան մասին չմտածենք, փոքր տան մասին մտածելը պարզապես անօգուտ է։ Մտածենք, ինչպես մեր սիրելի Արմինեն ասեց, որ հզորանանք, հզոր հայրենիք, հզոր Հայաստան ունենանք եւ անպայման մեր իրոք մարմնից պոկված մասերը հետ բերենք մեր սիրելի Արցախը, Նախիջևանը, Վանը, Մուշը։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ցտեսություն։